Երևան քաղաքից Սևանի եւ Գյուրջան փողոցներում այս գիշեր տեղացած հորդարատ անձրևի հետևանքով անձրևաջրերում արգելափակվել էին տրանսպորտային միջոցներ։ Երևանի քաղաքապետը գործակարգավորական խորհրդակցությանը թեմային անդրադառնալով խնդրեց ներկայացնել պարզաբանումներ։ Տեղային լուծումներ են պետք։ Պարոն քաղաքապետ, տեղային լուծման պայման կգտնենք, արդեն վիոլայի մասնագետներից նախնական պայմանավորվածություն ենք, մի հատ գնանք տեղում ուսումնասիրենք, հավանաբար անձրևընդունիչ ցանցերի քանակը ավելացնենք եւ որպեսզի կարող այդ ջրի քանակը ավելի շատ մեծ քանակությամբ կլանի։ Հանրային տրանսպորտի մասին քաղաքապետարանը անցած մեկ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգի վավերացումների էական աճ է արձանագրել։ Ընդամենը 2.786.921, ինչը 18%-ով ավել է, քան նախորդող շաբաթվա ընթացքում կամ 426.438-ով։ Խնդրեմ, սիրելի երևանցիներ, սա է այն պատկերը, որ մենք ունենք ընդամենը մեկ շաբաթ, կարելի ասել է վերահսկողական մեխանիզմի մասնակի գործարկմամբ, մենք մոտավորապես 3 ավտոբուսի, նույնիսկ մի քիչ ավել գումար ենք հավաքագրել, 3 նոր ավտոբուսի։ Այն մարդկանց հաշվին, ովքեր որ նախկինում չէին վճարում, հիմա սկսել են վճարել։ Եվ նրանց նույնպես շնորհակալություն եմ հայտնում։ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնում հատկապես վարորդներին, որ ծանր աշխատանքին զուգահեռ անցած շաբաթվա ընթացքում եղել են համբերատար ու առավել ուշադիր։ Այդուհանդերձ եղել են նաև միջադեպեր, կռիվներ, հարձակումներ վարորդների վրա։ Ես գիտեմ, որ 3 անձինք ձերբակալվել են եւ ոնց որ 4-րդն էլ անցնում է համապատասխան գործով։ Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս։ Ավինյանի խոսքով սա ոտնձգություն չէ միայն մեկ անձի, այլ Երևանի ու հանրային տրանսպորտի ողջ համակարգի նկատմամբ։ Քաղաքապետը վստահեցնում է մշտապես թեւուտիկուն կլինեն վարորդներին բոլոր առումներով։ Ավինյանը կարծում է, որ վճարող քաղաքացիները տրանսպորտում չպետք է հանդուրժեն իրենց բոլորի հաշվին անպարտաճանաչ երթևեկողներին եւ այդ հարցում օգնեն վարորդներին։ Շաբաթը 2 ավտոբուսի նոր ավտոբուս կարայինք առնեինք, շաբաթական, այդ չվճարողների հաշվին։ Քանց տեղ ասում եմ, աչքերը գետնին պահելով, ամոթից գետինը մտնի, հələ մի հատ ելույթներ են ունենում։ Այս երևույթը պետք է լինի պախարակելի, պետք է լինի ամոթալի եւ որևէ մեկը չպետք է իրեն թույլ տա տրանսպորտից օգտվելուց չվճարի, որովհետեւ ինքը բեռա մեր բոլորի վզին։ Ձեր վզին, սիրելի երևանցիներ, ովքեր որ պարտաճանաչորեն վճարում եք։ Այնուհետ Երևանի քաղաքապետն ասաց, որ մետրոյի վագոնները չեն հերիքում եւ խնդրեց լուծումներ առաջարկել։ 3 հատ միջանկյալ վագոններ ենք վերանորոգելու, որ այս պարագայում արդեն մենք հիմա ունենք 4 հատ 3 վագոնանից գնացքներ, դա դառնալու է 7 հատ 3 վագոնանոց գնացքներ։ Տեխնիկական բնութագրերը ամեն ինչ պատրաստ է, հիմա արդեն մրցույթի շրջանում ենք։ Իրատեսորեն այս տարի միայն այդ 3 հատը կհասցնենք։ Այո, այս տարի 3-ը մնացած 48 վագոնն էլ դե ձեր զորացում կառավարությունում արդեն շտացքի մեջ է։ Շատ լավ։ Զեկուցվեց նաև Երևանի վարչական շրջանների եւ քաղաքապետարանի համապատասխան վարչությունների սեփական եկամուտների եւ քաղաքապետարանի ծախսերին ամրագրվող եկամուտների հավաքագրման գործընթացների մասին։ Նշվեց, որ այս տարվա առաջին եռամսյակի համար պլանավորվածը գերակատարվել է 20 միլիարդ 864 միլիոն 952 հազար դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 22 միլիարդ 357 միլիոն 866 հազար դրամ եկամուտ։ Կատարողականը 107.2%։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։